Այս Թուրքի սահմանն է։ Այս փոսը որ sense գնում է Ադրբեջանի թուրքը նրանք այնտեղ են ապրում մենք այստեղ։ Նրանք մեր գյուղի միջով են գնում։ Երեք լրատվամիջոցների հրապարակումներից հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունն էր հաղորդագրություն տարածել, թե Ոսկեպար համայնքի տարածքում ռուս սահմանապահներ են տեղակայվել ու շինաշխատանքներ են իրականացվում սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Դա մենք էլ ենք լսել, որ եկել են, բայց ուր են եկել, ով է բերել, ով է ուղարկել։ Բեգլար 1940 փետրվարի 13-ից Խաչ պապիկը ինձ հետ հավասար ձայն ունի, ինձ հետ ծնվել է Անուշավան Հարությունյան Պավելի։ Ծնվել եմ 1940 թվականին, փետրվարի 13-ին։ Ունեմ 4 երեխա, 3 աղջիկ, մի տղա։ 2 տղա, 2 աղջիկ։ 11 թոռ ունեմ, 5 ծոր։ Ունեմ 9 թոռ, մի հատ աղջիկ, 8 տղա։ Ունեմ 5 հատ ծուր։ Այսօր ծնվեց 5-րդ ծորը։ Մեր աչքը լիս։ Ապրես, ուրախ եք։ Ուրա բոլորին էլ ցանկանում եմ։ Ինչի սպասել եք, ունեցել եք։ Այո։ Ողջ եք։ Եթե մեր գյուղը մսենց հաշվողման կաս, գյուղի 50%-ը տները փակած է։ Եվ գնացողը էլ հետ չգալի։ Այնտեղ աշխատանք կա այնտեղ, աշխատում են, գործ ճարում են։ Հա։ Իսկ ոչ մի բան, երիտասարդ տղա, իր նման 5-10-20 երիտասարդնի կա, ասես ոչ մի բան անելու բան չի կա, որ աշխատեն մի բան ստեղծեն։ Հնարավոր չի։ Իրանց հոր մոր աշխատանքի, թոշակի, բանիս է յոլ են կնում։ Ճանապարհի վրա է, որ գալիս է դեպի նոյեմբերյան։ Անկլավը կողքումն է։ Տեսեք այս սեպաձև մխրճվածը, այստեղ ոչ մի բան չկա, բացի 2 հատ բլրակ։ Սա տրվել է Ադրբեջանին, որպեսզի Հայաստանի մայրուղին դրա միջով անցնի։ Եվ պետք է այդ ժամանակ փակվի։ Միայն նշալ այդ 2 անկլավները, Սոֆլու Բարխուդարլու եւ Վերին Ոսկեպարը մի դեպքում, մյուս դեպքում Արցվաշենը չեն որ խնդիր են, որտեղ բացի Արցվաշենից Ադրբեջանական տարածքում են գտնում նաև հայկական սահմանակից, Տավուշի մարզի սահմանակից բազմաթիվ հողատարածքներ է թվում եւ Չինարի գյուղից եւ հատկապես Պարավաքարից եւ այլն, բայց դա հաշվի առնելով եւս կարծում շատ ավելի ճիշտ է եւ նպատակահարմար եղած այդ սահմանագիծը, որ տասնամյակներով նաև շփման գիծն է փաստացի, որ նկատի ունեմ, սահմանագիծ դարձնելը, քան թե այդ անկլավային կարգավիճակներին վերադառնալը, դա 2 կողմին էլ ոչինչ չի տալու, իմ կարծիքով, բացի խնդիրները ստեղծելուց։ Սահմանագծումը եւ սահմանազատումը նրանք մի խնդիր են, իսկ այս անկլավների խնդիրը կարծում եմ արհեստական խնդիր է, որը հորինված է, փորձում են լրացուցիչ լծակ ստեղծել, որով Հայաստանին ել ավելի շատ կճնշեն, ասենք
Եթե մենք ասում ենք ձեր սահմանից այսքան կիլոմետր պետք է անցնի մեզ, դուք դիմադրում եք, ուրեմն մենք խոսում ենք այս ինչից, այն ինչից, այն ինչից։ Սա է խնդիրը։ Ադրբեջանցիները փորձում են տանել առավելագույնը, եւ այդ փորձերը նրանք անելու են մշտապես, քանի դեռ գիտեն, որ մենք զրուցակից չենք, որ մեզ հետ չեն խոսում, որ մեր թեմաներով, մեր խնդիրներով խոսում են Մոսկվայի հետ։ Մոսկվան է մեր անունից զրուցում։ Եվ Մոսկվայի համար ինչ տարբերություն Հայաստանի սահմանից, ասենք, 1-2 կիլոմետր խորք կամ 1-2 կիլոմետր ոչ այնքան խորք։ Տարբերությունը Մոսկվայի համար մեծ չի։ Մեզ համար է դա կենսական։ Այսօրը անշավանիսն են բերել։ Այդ եք ինչքան է բռնում։ Սա ընդամենը մի տարա։ Եվ առաջի տարին է, որ էսենց բռնել է։ Սա տատիկի աշխատանքն է։ Այն վարունգա, այս լոլիկն է, ընդեն հա։ Սա երկրորդ բերքն է։ Առաջինը վերջացել է։ Որը երեխասն ենք տվա, որն է բոչկն ենք լցրել։ Տանձերնել էին հասել, բոչկը լցրինք։ Մի բոչկը արդեն արաղի մատերիալ ունենք։ Գալիս ես։ Այդ հողը ծառայմանները որպես մի հարստություն, թուրքերը չկան, տարածքը մնացել է մեզ, եթե կան, Աստված ոչ անի որ կան։ Թուրքերը այնքան խիտրի տիպ են, նրանք գալիս են իրանց հողի ամենավերջնագագաթը գյուղ սարքում։ Մեր հողը ընկել է նրանց հետ գյուղի հենց կպած է մեր հողը։ Նրանք եկել են մեր հողերից նահագին եկել են։ Եթե մենք վանք ունենք, եթե հանկարծ այդ վանքը չլեր, նրանք շատ էին առաջ գալու։ Վանքը արքել էր, թույլ չտեր։ Երկրորդ տարի։ Դա նմանում է նրան, որ շուրնուխում է կատարվել։ Գորիսից դեպի Կապան գնացող ճանապարհի մեկ մասն է, ճանապարհը տեսեք գալիս է, մտնում Ադրբեջան, այսքան ճանապարհ գնում, վերադառնում Հայաստան, Որոտան, այստեղ է շրջանը բարձրանում իջնում, նորից մտնում Ադրբեջան, ճանապարհի սահմանի վրա է անցնում, գալիս Հայաստան, նորից մտնում Ադրբեջան, գալիս Հայաստան եւ շուրնուխի վրա արդեն գյուղի միջով է անցնում։ Ոսկեպարով անցնող ճանապարհից հայկական բեռնափոխադրողները եւ ուղևորափոխադրողները կարողանում են ազատ անցնել ի շնորհիվ այն փաստի, որ որոշ տարածքներ գտնվում են Հայաստանի վերահսկողության տակ, սակայն ինչպես մենք տեսանք Սյունիքի դեպքում, երբ Գորիս-Կապան ավտոճանապարհի որոշ հատվածներում տեղակայվել են ադրբեջանցիները եւ ադրբեջանական անցակետ կա, սա լրացուցիչ ծախսեր է առաջացնում բեռնափոխադրողի համար եւ ավելացնում է, բարձրացնում է ինքնարժեքը բեռնափոխադրող ապրանքների, մենք կարող ենք ենթադրել, որ նույն իրավիճակը, հա, կարող է դիտվել նաեւ Ոսկեպարի ճանապարհի դեպքում։ Սյունիքում են նրանք հատել մեր սահմանան։ Կարծում եմ, սա նույնպես պետք է դիտարկել ոչ թե գուցե, այսպես ասեմ, գուցե պետք է դիտարկել ոչ թե Ադրբեջանի կողմից սահմանախախտում, այլ շատ հնարավոր է, որ այդ բանավոր պայմանավորվածությունների շրջանակում քայլ։ Հիմա ինչ պատասխան կտար օրինակ Ալիևը, եթե դուք նրան հարցնեիք, ինչու եք դուք գտնվում լճի հարակից տարածքում։ Բոլորովին չի բացառում, որ նա ասի, որ հունվարի 11-ին մենք դրա մասին պայմանավորվել ենք։ Իհարկե հիմի մեր թուրքերի հետ ամենակեշ մոմենտն է, որ մենք թուրքին չենք ուզում տենանք, բայց այն առաջ դա շատ ընտիր, գնում ենք նրանց հետ արուտուրանում, անասուն ենք տանում ծախում, իրանք գալիս էին մեզանից ինչ-որ մի կան տանում, մեր գործի անումն էլ մենք 10 տարի անասունի Ադրբեջանի հետ արուտուր ենք արել, 10 տարի երկուսով։ Ոնց որ գնանք Իջևան, գնանք Նոյեմբերյան, Ալավերդի Կիրովական, մեզ մար տարբերություն չկար։ Կիրովավատ գնենք, Ղազախ գնենք, տարբերություն չկար։ Օրական 3 անգամ գնենք, թեյ խմենք, միջև
88 թիվը որ ծնգայից սկսեց, Նրանից հետո նրանից հետո արդեն շատ վատ, շատ վատ, վատից էլ վատ։ Դե խաղաղությունը, դե հարց չկա, լավ կուլի սա։ Էլի կարա ապագալի գյուղում, բայց մենակ թե խաղաղությունը։